Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք պահքի աղցան, մեկ անգամ պատրաստելուց հետո այս հիանալի աղցանը կդառնա ձեր ամենասիրելի բաղադրատոմսերից մեկը, մնացեք ալիքի հետ և կպատրաստենք միասին։ Այստեղ վերցրել եմ մեկ սմբուկ, մեծ չափի սմբուկ է, պետք է կտրտենք երկարավուն, այսպես շերտերի ենք սկզբից բաժանում, հետո կիսում և այսպես երկար կտրտում ենք։ Այնուհետև աղ ենք ցանում վրան, հստակ աղի քանակ չեմ նշում, ուղղակի այսպես ցանեք վրան և տեղափոխում եմ տարայի մեջ, ընթացքում այսպես խառնում ենք, որպեսզի աղը ամբողջովին բոլոր կողմերով պատված լինի և կթողենք մնա 30 րոպե կամ մի փոքր ավել։ Այստեղ վերցրել եմ մեկ մեծ չափի պղպեղ և պղպեղը նույնպես երկարավուն պետք է կտրտենք, ահա այսպես, ինչպես որ տեսնում եք կտրտել եմ։ Այստեղ ունեմ մեկ սոխ, փոքր չափի սոխ է, կիսալուսնաձև կտրտում ենք և մի կողմ ենք դնում։ Ահա անցել է 40 րոպե և տեսնում եք ինչքան հյութ է դուրս տվել սմբուկից։ Այնուհետև այդ ջրային մասը քամելուց հետո տեղափոխում ենք խոհանոցային անձեռոցիկի վրա և ավելի չորացնում սմբուկը։ Այստեղ տաք թավայի մեջ ավելացնում եմ այնքան բուսայուղ, որպեսզի բաց տարածք չմնա թավայի հատակում։ Տեսնում եք մի փոքր բաց մնաց, բայց պետք է այնքան ավելացնենք, որ այսպես ծածկված լինի։ Այնուհետև տեղափոխում ենք սմբուկը թավայի մեջ և տապակում ենք այնքան ժամանակ, որպեսզի ստանանք ոսկեգույն երանգ։ Ինչպես որ տեսնում եք, ահա այսպիսի երանգ պետք է ստանա սմբուկը, հանում ենք և տեղափոխում խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը քաշի իր մեջ։ Հիմա երկրորդ անգամ էլ ավելացրեցի, տապակեցի, հիմա նույնպես կտեղափոխեմ խոհանոցային անձեռոցիկի վրա և նույն բուսայուղում տապակում ենք սոխը։ Սոխն այնքան ենք տապակում, որպեսզի սոխը նույնպես ոսկեգույն երանգ ստանա։ Արդեն իսկ սմբուկը տեղափոխեցի այս տարայի մեջ, ավելացնում ենք սոխը հենց այս տարայի մեջ գտնվող սմբուկի վրա։ Նույն բուսայուղում նաև տապակում ենք պղպեղը, ավելացնում ենք մի փոքր աղ և տապակում այնքան ժամանակ, մինչև որ պատրաստ կլինի։ Ահա և պատրաստ է նաև պղպեղը, հիմա կավելացնենք մնացած բաղադրիչներին։ Այս աղցանը յուրահատուկ է դարձնում հենց թանձրուկը։ Թանձրուկի համար մեզ անհրաժեշտ է 3 ճաշի գթալ բուսայուղ, կարող եք ձիթապտղի բուսայուղով պատրաստել և 3 ճաշի գթալ ավելացնում ենք բալզամիկ քացախ, որը որ յուրահատուկ համ է հաղորդելու մեր աղցանին։ Ավելացնում ենք 1 թեյի գթալ սև պղպեղ, կես թեյի գթալ աղ, որովհետև արդեն իսկ աղ ցանել եմ և սմբուկին և պղպեղին, կես թեյի գթալ հալեպի պղպեղ, 3 պաճ սխտոր ճզմած վիճակում և նաև ավելացնում ենք 1 թեյի գթալ քունջութի սերմեր։ Այս ամենը մի լավ խառնում ենք, այսպիսի ձեռքի հարիչով կարող եք լավ խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնված լինեն միասին։ Այնուհետև թանձրուկը ավելացնում ենք աղցանին, ավելացնում ենք մաղադանոց, համեմ և սամիտ մանր կտրտած վիճակով և հիմա կխառնենք մեր համեղ աղցանը։ Զգուշորեն մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները մի լավ խառնված լինեն։ Խոհանոցում անուշ հոտ է տարածվել, բուրում է շատ համեղ այս աղցանը։ Իդեպ իմ ալիքում կարող եք գտնել տարբեր բաղադրատոմսեր պահքի համար։ Հիմա կտեղափոխենք սառնարան և կթողենք մնա 2-ից 3 ժամ։ Եթե թողեք 2-ից 3 ժամ, շատ ավելի համեղ համ կունենա և բոլոր բաղադրիչների համերը խառնված կլինեն, բայց սովորաբար մենք ավելի քիչ ենք թողնում և ավելի շուտ ենք համտեսում այս հիանալի աղցանը։ Ահա և տեղափոխեցի մատուցվող ափսեի մեջ, պատրաստեք այս հիանալի աղցանը, քանի որ պահքի ժամանակ կարող եք օգտագործել, պատրաստեք, վայելեք, կշտացնող և շատ համեղ աղցան է։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվեք նաև ալիքին, սեղմեք զանգակ կոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ նոր տեսանյութերը։ Շնորհակալություն դիտման համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։